Firdus Prime Residence քաղաքաշինական ծրագիրը հերթական նշաձողը տոնեց 3, այն է տանիքի տոնը, որը Հայաստանում նոր ներդրված մշակույթ է։ Բնակելի թաղամասում արդեն իսկ ավարտվել է լոտ 10 և 11 մասնաշենքերի հիմնական կառուցումը և այդ առթիվ մի տանիքի տակ էին հավաքվել կառուցապատողները, ծրագրի գործընկերները և գնորդները։ Firdus Prime Residence քաղաքաշինական ծրագրի ղեկավար Արտակ Մակարյանը նշել է, որ արդեն նշում են 3-րդ տանիքի տոնը, սակայն առջևում են նաև լոտ 12-ի և 13-ի տանիքի տոները։ 2029 թվականի ապրիլին կնշեն լոտ 12-ի տանիքի տոնը, իսկ լոտ 13-ի շինարարությունը կսկսեն հավանաբար աշնանը։ Ընդհանուր առմամբ կոնկրետ այս շենքում մենք ունենք 155 բնակարան և դեռ 2 տանիքի տոն առջևում կա, այսինքն լոտ 12-ի և լոտ 13-ի տանիքի տոները պիտի նշենք անպայման։ Դե 12-ը մենք խոստացել ենք 29 թվականի ապրիլին, իսկ 13-ը դեռ չի էլ մեկնարկել, հավանաբար աշունը կսկսենք շինարարությունը և գումարած 3 տարի։ Մակարյանի խոսքով քաղաքի նոր կենտրոնը հիշեցնող այս թաղամասում մնացած հին շենքերի տանիքները պահպանվելու են, վերանորոգվելու, քանի որ դրանք պատմական նշանակություն ունեն։ Վերանորոգելու ենք, այստեղ մենք ունենք պատմական շենքեր և աշխատում են ռեստավրատորներ և մենք դա պահպանելու ենք, այսինքն հինի և նորի ներդաշնակությունը լինելու, այս միջավայրը շատ հետաքրքիր, եթե նայեք այս նկարների վրա կտեսնեք ինքը հնի և նորի ներդաշնակ մի լավ միջավայր։ Թաղամասի հիմքում ընկած քաղաքաշինության, ժամանակակից ենթակառուցվածքների ու հարմարավետության մասին էլ ներկայացրել է կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը։ Որպես կառուցապատողների հայկական ասոցիացիա շատ ենք կարևորում Երևանում և ընդհանուր Հայաստանում նոր ներդրումային քաղաքաշինական ծրագրերը, որովհետև ներդրումային ծրագրերի միջոցով է, որ երկրի հնայում ապահովում են նոր նշաձողեր, նոր հարթակներ, որտեղ շահում է թե պետությունը հանձին հարկային մուտքերի, թե զբաղվածություն է ապահովում և թե օտարերկրյա ներդրողների տեսանկյունից Հայաստանի քաղաքաշինական շուկան գնալով էլ ավելի հետաքրքիր է դառնում։ Եվ ասոցիացիան լավագույնս օգտագործում է փորձառությունը, գիտելիքները և պետություն մասնավոր արդյունավետ երկխոսությունը նոր քաղաքաշինական ծրագրերի զարկ տալու, նոր ներդրումային ծրագրերի մեկնարկին օժանդակելու և իրավական կայունության ներդրումային միջավայրում կայուն և երկարաժամկետ պայմաններ ապահովելու գործընթացում։ Եվ վստահ ենք, որ պետություն մասնավոր երկխոսության համատեքստում նմանատիպ քաղաքաշինական ծրագրերը կունենան շարունակություն, որովհետև հայ ներդրողները, հայ կառուցապատողները ունեն այդ հաստատական վստահությունը, իսկ մեր ակնկալիքն էլ այն է, որ պետության կողմից ևս ցուցաբերվի գործընկերային մոտեցումը, որը այսօր կա, տեսնում ենք, եւ այդ հաստատական վստահությամբ առաջ շարժվելով ունենանք նոր եւ գեղեցիկ քաղաքաշինական ծրագիր։ Նոր թաղամասում կառուցվում են պրեմիում դասի բնակարաններ, ժամանակակից կոմերցիոն տարածքներ։ Թաղամասի նախկին բնակիչները ևս գտել են իրենց անկյունը, նրանցից Ռուբեն Աթոյանը, ով հին ֆիրդուսեցի է, նկատել է, որ երկար ձգվող պատմությունը արմատական փոփոխություններ ունեցավ 2022-ից 2023 թվականներին։ Ասեմ, այս պատմությունը բավականին երկար էր ձգվում, 2006 թվի ամառվանից սկսվել է, մի քիչ սկզբից լավ չէր գնում, մի քիչ ասելով մի 17 տարի էլի, 2022-23 թվերին այս կազմակերպությունը լոգիկոնը սպան, որ ստանձնեց, պրոցեսը արագացավ, արմատական փոփոխություններ տեղի ունեցավ ու ձեզ ասեմ, այս շենքերը կառուցված են մարդկանց երջանկության վրա, ի տարբերություն այլ թաղամասերի, որտեղ գերակա շահ է եղել, ոչ թե դժբախտության վրա, ոնց որ բոլորին դուրս են հանել, այլ շատ նորմալ ամեն ինչ եղել է, դա շատ կարևոր է։
Պրեմիում դասի բնակարանում է բնակվելու նաև ԱՄՆ-ից Հայաստան ժամանած Մարտինը, որի ընտանիքը բազմազավակ է։ Նա շենքում 7 բնակարան է գնել, ցանկությունն է, որ երեխաները մեծանան Հայաստանում։ Շատ արագ թեմպերով շինարարություն առաջ գնաց եւ հույս ունեմ շուտով այլենք մեր տունը։ Մենք բացի մեր տունը այստեղ է լինելու, բայց բացի մենք ներդրում ենք այլ շենքում եւ հույս ունենք երկար տարիներ այստեղ ապրենք եւ Երևանը մեր մշտական տուն է լինելու։ Միջոցառման շրջանակներում հանձնվել են շնորհակալագրեր ու նվերներ գործընկերներին, որոնց թվում են Էդգար Ավետիսյանը, Ալիկ Սարգսյանը, Հարություն Բայունցը, Նվեր Սարգսյանը։ Firdus Prime Residence-ը կառուցվում է այն գիտակցությամբ, որ այստեղ ստեղծվում է ոչ թե հերթական բնակելի թաղամասը, այլ Երևանի ապագայի կարևոր հատվածներից մեկը՝ մի տարածք, որը տարիներ անց կդառնա մայրաքաղաքի նոր խորհրդանիշներից մեկը։